Սիրելի պետություն, սիրելի Պետրոս Ղազարյան, մեր ընկեր, գործընկեր, եկուց հարցրու էլի վարչապետին, եթե կգա, եթե արդեն չի եկել։ Կամ եկուց մյուս օր, չգիտեմ, ով կգա, համապատասխան պաշտպանության նախարարին հարցրա, լավ, կրթության նախարարին հարցրա։ Մեկին հարցրեք, հասկանանք էլի, եթե մարզում սպանդանոց չկա։ Այդ մարզում մսիկինը ինչ պետք է, ոնց եք ուզում այդ մարզում միս վաճառվի, լավ։ Մի խոսքով, այս խայտարակ դրության պատասխանատուն ով է, ով կարող է բացատրել։ Լուծումը ես առաջարկել եմ շատ վաղուց, որտեղ մասնավորը սպանդանոց չի կառուցում, պետությունը պարտավոր է պետական սպանդանոցներ ապահովել, հենց այդպես, վնասով աշխատող պետական սպանդանոցներ, եթե ուզում է, որ մարդիկ սպանդանոցային մսից օգտվեն։ Ուրիշ ինչ լուծում կա, ժողովուրդ ջան։ Աղոթքը չի օգնում, անեծքը չի օգնում, նավսը չի օգնում, թուղթուգիրը չի օգնում, բացադրելը չի օգնում, խատրովը չի օգնում, չգիտեմ, էլ ինչ բացադրենք էլի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։